Նախընտրական քարոզչության վերջին նորը Արմատ մեդիա լրատվական կայքի աշխատանքը կատվածահար են արել իրավապահները։ Խուզարկել, ապա արգրավել են լրատվական կայքի համակարգիչները եւ աշխատակիցների հեռախոսները։ Մենք կարծում էինք այդ կարմիր գիծը չեն անցնի եւ մեդիայի վրա հարձակում տեղի չի ունենա, որովհետեւ լինելով մեր երկրի ղեկավարը մեդիայի ներկայացուցիչ, ես կարծում էի տարական հարգանք գոնե կլինի, բայց փաստորեն չէ։ Ըստ քննչական կոմիտեի կայքի խմբագրությունը խուզարկվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման քրեական վարույթով։ Կրկին քննչական գործողություն է։ Փաստաբան Լիանա Գասպարյանի պնդմամբ քննիչները անօրինականություններ են արել խուզարկության ընթացքում։ Դատարանի որոշումը խուզարկության վերաբերյալ բողոքարկելու են, ասում է։ Վերցվել են հեռախոսներ, 9, եթե չեմ սխալվում, 9 հեռախոսներ են վերցվել, որոնք ընդհանրապես կապ չունեն Արմատ մեդիայի հետ։ Օրինակ, եթե ձեզանից որևիցե մեկը այստեղ լիներ ու անձը պարզված չլիներ, հնարավոր է ձեր հեռախոսն էլ վերցնեին։ Խմբագրության աշխատակիցների խոսքով իրենց ներկայացրել են դատարանի որոշում, ըստ որի Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի գործով է թույլատրվել խուզարկել Արմատ մեդիայի խմբագրությունը։ Ալեքսանյանն է այս լրատվական կայքի սեփականատերը, նա մեղադրվում է մարդկանց նյութապես շահագրգռելու եւ փողերի լվացման համար։ Դատարանի որոշման մեջ գրած էր հետեւյալը. Արմատ մեդիայի խմբագրություն են եկել այս մարդիկ փնտրելու հավաքներին նյութապես շահագրգռելու փաստ ապացուցող որևէ փաստաթուղթ, հավաքների երթուղիների վերաբերյալ որևէ ինֆորմացիա, կրիչներ, հեռախոսներ եւ այլն։ Արմատ մեդիայի խմբագրակազմը համոզված է, որ այս խուզարկությունը միայն քաղաքական դրդապատճառներ ունի։ Արշավ է ազատ խոսքի դեմ, որպեսզի զրկեն իրենց կիրակի խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու հնարավորությունից։ Չի կարող մոնտաժողի համակարգչում լինել Ալիկ Ալեքսանյանին վերաբերելի ինչ-որ մատերիալ։ Չի կարող այնտեղ նկարահանումներ են, որոնցով մենք կարող էինք մեր ռեպորտաժները, մեր արխիվն է։ Էդգար Ղուշյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։